Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում հայտնել է, որ նախնական տվյալներով Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած փոքրիկ Տիգրան Հովհաննեսովի հայրը խեղդամա անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նախարարի խոսքով ահազանգը ստանալուց անմիջապես հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ, եւ ոստիկանությանը հանձնարարել է դիտարկել նաեւ հանցավորության վարկածը։ Փոքրիկի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին գյուղի հարակից Դաշտամիջյան հատվածում, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը 2 նոր նշանակման մասին է տեղեկացրել։ Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար, Սարգիս Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքային նոր աղբավայր Փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ վերջինիս որդու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ նորերս արժանացել է կառավարության հավանության, այս մասին հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։ Առաջիկայում կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկված եւ անավարտ մնացած շինարարության արկա հիմքերի քանդման աշխատանքները, նաեւ նախագծի հայեցակարգի համաձայնեցման գործընթացը ԿԳՄՍ նախարարության հետ, նշված է հաղորդագրությունում։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Զմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանն իրականացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ եւ որ Միացյալ Նահանգները կհետևի նրանց օրինակին։ Ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը փորձարկում չի անում, ասել է Թրամփը Հյուսիսային Կորեան եւ Պակիստանը ավելացնելով այն երկրների ցանկին, որոնք ենթադրաբար փորձարկում են իրենց զինանոցները։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հերքել է Չինաստանի կողմից միջուկային զենքի փորձարկման մասին լուրը։ Առնվազն 20 մարդ է զոհվել, 18 վիրավորվել Հնդկաստանի Թելանգանայի հարավային նահանգում մարդատար ավտոբուսի եւ բեռնատարի ճակատային բախման հետևանքով։ Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է արագության գերազանցումը եւ բեռնատարի վարորդի կողմից մեքենայի կառավարման կորուստը։